ալկոհոլամոլությունը կարող է դառնալ ամբողջ ընտանիքի համար մի ընդհանուր խնդիր եւ այս դեպքում ամբողջ ընտանիքը փորձում է հարցին լուծում գտնել։ Ձեր կարծիքով ինչից պետք է սկսել։ Վերջի վերջո մեր կյանքում գոյություն ունի խարանասվածը եւ միշտ չի որ մարդը ինչքան էլ ընտանիքի աջակցությունը կա, որը շատ կարեւոր է իհարկե, միշտ չի որ մարդը կարողանում է հաղթահարել, մտածելով որ ամոթ է, բարդությունավորվում է եւ չի դիմում մասնագետի օգնությանը։ Ինչից սկսել, ինչպես օգնել նման մարդուն, ով հայտնվել է նման իրավիճակում։ Ճիշտ ասած շատ ծանր հարց է, որտեղ այո, այդ խարանը ասվածը կա պետք է ընդհանուր ոնց որ համազգային, հա, ասենց ասեմ, խնդիր դառնա, մենք պետք է վերաբերմունքը փոխել դեպի հիվանդ մարդկանց։ Հոգեկան հիվանդներին է դա վերաբերվում, թմրամոլներին է վերաբերվում, ալկոհոլամոլներին է վերաբերվում։ Այն ինչ որ ասեցիք ընտանիքի մասին բնականաբար համակախվածություն է, սոզավիսիմստ ասածը, որտեղ եթե խմում է մեկը, հայրը ընտանիքի խմում է, դա դառնում է խնդիր ամբողջ ընտանիքի համար, կնոջ համար, երեխաների համար, ծնողների համար, ում հետ որ ապրում են, ասենք թե այդ ընտանիքը։ Այո, շատ ծանր հետևանքներ, եթե դա սկզբնական շրջանն է, ինչ որ, հա, այդպես խորացած չի լինում, երեխեքին միգուցե փորձում են հեռու պահել, բայց եթե դա երկարատև արդեն տարիների ընթացքում մարդիկ երեխային պսակում թոռանտեր են դառնում, բայց այդ խմելու խնդիրը դեռ առկա է լինում ընտանիքում, դա արդեն լուրջ ինչ որ հետևանք է եւ համ կնոջն է պետք հոգեբանական օգնություն, աջակցություն եւ հենց հիվանդին է պետք պարտադիր բուժումից հետո որ հնարավորություն ունենանք այդ ռեմիսիան երկար պահելու եւ արդեն բուժումից առաջ նպաստել, օգնել, բերել դեպի բժիշկը բուժումը